Փարիսեցիներից մի մարդ կար, Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։ Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. Ռաբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի։ Հիսուսը նրան ասաց. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել։ Նիկոդեմոսը նրան ասաց. ինչպես կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, միթե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել։ Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Մի զարմացիր, որ քեզ ասեցի, դուք պետք է վերստին ծնվեք։ Քամին, ուր որ ուզում է փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղից է գալիս և ուր է գնում։ Այդպես է և հոգուց ծնված ամեն ոք։ Նիկոդեմոսը հարցրեց նրան ու ասաց. դա ինչպես կարող է լինել։ Հիսուսը պատասխանեց նրան. դու Իսրայելի վարդապետ ես ու դա չգիտես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե ձեզ երկրային բաներն ասեցի ու ինձ չեք հավատում, ապա ինչպես պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի մարդու որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է։ Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը, ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը,
որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։